Համբերեցի մինչև առավոտ։ Գիտեի, որ ձեր որոշումը չեք փոխելու։ Ես իմ ու տղերքի անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ։ Հնարավոր է, որ քո օգնությունը չլիներ ու հիմա մենք ողջ չլինեինք։ Բայց այս պահից սկսած մեր ճանապարհները բաժանվում են։ Չէ, Գոր, չեն բաժանվում։ Ես ձեզ կօգնեմ, բայց ոչ ֆիզիկապես։ Ու ինչ է այդ նշանակում։ Նշանակում է, որ դուք կստանաք այն ամեն ինչը, ինչը ձեզ պետք է։ Զենք, մաշնեք, տներ, որտեղ կապրեք, ու ամենակարևորը՝ ինֆորմացիա Բեկի ու մնացածի տեղաշարժի մասին։ Ես երբեք չեմ վախեցել մահից, ու հիմա էլ չեմ վախենում։ Ես վախենում եմ իմ հարազատ մարդկանց կորցնել։ Եթե ես խառնվեցի այս կռվին, ամեն ինչ կարող է ավելի վատ ընթացք ստանա։ Թե ձեր, թե իմ համար։ Ես չեմ ուզում, որ դու մեզ օգնես քո ու քո մոտիկների կյանքը վտանգի տակ դնելով։ Ես իմ որոշումը կայացրել եմ, Գոր, բայց դուք պետք է ավելի խելացի գտնվեք, քանի որ ձեր ուժը մարդկանց քանակի ու զենքի մեջ չի, այլ խելքի։ Ու ինչ է այդ նշանակում։ Բեկը պիտի մտածի, որ դուք Հայաստանում չեք։ Ինչ է այդ մեզ տալու։ Ժամանակ, որ կարողանաք լավ պատրաստվեք ու պլանավորեք այս ամեն ինչը։ Թող մտածի, որ վախեցել եք փախել։ Այդ կթուլացնի նրա զգոնությունը։ Ինչը որ ձեզ հիմա պետք է։ Ոնց է իմանալու, որ մենք երկրում չենք։ Վրաստանում մենք մարդիկ ունենք, ովքեր նելեգալ ճանապարհով մարդկանց են տեղափոխում Եվրոպա։ Չերեզ իրանց շուխուր կգցենք, որ դուք Եվրոպայում եք։ Լավ գաղափար է։ Իսկ զենքի սահմանափակումներ կան։ Չկան։ Կստանաք այն, ինչը ձեզ պետք է։ Ես մի խնդրանք ունեմ քեզ։ Ասա լսում եմ։ Հարամի պապան շուտ է մահացել։ Ինքը շատ հարազատներ չունի։ Ու Արամը տան միակ հույսն էր։ Ես քեզ հասկացա, այլ մի շարունակի։ Կկազմակերպենք Արամի ուղարկավորությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն մի հայտնի ընկերոջդ ուղարկավորության համար։ Բայց դուք պիտի խոստանաք ինձ, որ ես այլևս ստիպված չեմ լինելու թաղել ձեզանից որևէ մեկին։